Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես ավարտվել է Վաղարշապատի համայնքապետի ընտրությունը։ Համաձայն նախնական հաշվարկների Վաղարշապատի համայնքապետի ընտրության 47 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքը հետևյալն է։ Հաղթանակ կուսակցությունների դաշինք 10,050 ձայն 31,9%, համահայկական ճակատ կուսակցություն 300 ձայն 1%, հանրապետություն կուսակցություն 1240 ձայն 3,9%, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 1692 ձայն 5,4%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 1177 ձայն 3,9%, Ժառանգություն կուսակցություն 440 ձայն 1,4%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 15296 ձայն 48,4%, Հայրենիք կուսակցություն 1193 ձայն 3,8%։ Այս պահին միանանք Էջմիածնի մեր տաղավար, որտեղ աշխատում է իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։ Հիշեցնեմ, որ ABC մեդիան քարոզարշավի մեկնարկից աշխատում է Վաղարշապատում ու լուսաբանում է իրադարձությունները դեպքի վայրից։ Բարի օր Գառնի, ինչ մթնոլորտ է քաղաքում, ինչ զարգացումներ կան եւ ընդհանրապես ամփոփի ընտրական օրը։ Բարի առավոտ, Սվետլանա, մենք շարունակում ենք աշխատել Էջմիածնի մեր տաղավարից եւ լուսաբանել հետընտրական իրադարձությունները։ Դու արդեն խոսեցիր քվեարկության նախնական արդյունքի մասին, ես կանդրադառնամ դիտորդական խմբերի արձանագրություններին ու հաշվարկի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։ Նախքան դա նշեմ, որ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալի ընտրությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողներից 69866 բնակիչից 31527 կամ ընտրելու իրավունք ունեցողների 45,12%-ը։ Վաղարշապատի ընտրությանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն է շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել եւ ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետեւողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին, ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով, գրել է Արգիշտի Մեխակյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում իր կուսակցության հաղթանակը ընկալել է որպես ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մանդատ։ Իր շնորհավորանքում կառավարության ղեկավարը հայտարարել է. ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, գրել է Փաշինյանը։ Մասնակցության բարձր ցուցանիշների հետ մեկտեղ շատ են եղել նաև արձանագրված խախտումները։ Իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի շրջիկ դիտորդական խմբերը քվեարկության ընթացքում արձանագրել են արերևույթ խախտումներ, որոնք վերաբերել են ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդմանը, բաց քվեարկություններին, քվեաթերթիկների ոչ հավասարաչափ քանակներին, ինչպես քվեախցերի, այնպես էլ քվեատուփերի մոտ կուտակումներին, քվեարկությանը մասնակցող անձանց քվեարկության իրականացման կարգի չիմացությանը, ինչի պատճառով թույլ են տվել ընտրության կարգի տարբեր խախտումներ։ Օրինակ, չգործածած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցիկից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ եւ այլն։ Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահներն արձագանքել են եւ տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը Գրանցիամատյանում։ Որոշ ընտրատեղամասերի մոտ եղել են մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։ Արձանագրվել են նաեւ դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին ընդհանուր առմամբ ազդել ընտրության վրա եւ արդյունքի վրա։ Օրինակ, ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը պարբերաբար մեծ խմբերով 8-ից 10 հոգի, ընտրատեղամասեր ներկայանալը եւ այլն։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մելոյանի խոսքով ուղղորդման դեպքեր են եղել, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս, քաղաքացիական պայմանագրի ավականու թեկնածուն նաեւ վստահված անձի բեյջ է ունեցել։
ունենք այսպիսի արձանագրված իրավիճակ, արդեն գրեթե մոտ տասնյակի գերազանցող մարդիկ ահազանգել են հաշվառման ցուցակներում իրենց հասցեներում անծանոթ մարդկանց հաշվառման հանգամանքը։ Սա լրջագույն ահազանգ է։ Մեր դիտորդները մի շարք տեղամասային կենտրոններում պարտադրել են, որպեսզի արձանագրվի Գրանց Համատյանում։ Ունեցել ենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան հրաժարվել է այդ արձանագրումը կատարել, հիմնավորելով, որ դա տեղամասային կենտրոնից դուրս խնդիր է, մինչդեռ դրանք փոխկապակցված են, այո, իրավասու մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որը տալիս է ցուցակները եւ որի տվյալների հիման վրա դրանք ըստ էության կազմվում են, բայց նաեւ սա տեղամասի տարածք է համարվում եւ եթե քաղաքացին գալիս է եւ քաղաքացին արձանագրում է, որ իր բնակարանային հասցեում անծանոթ մարդիկ են գրանցված, ընդ որում դեպքեր ունենք, որ քաղաքացին պնդում է, որ նախորդ ընտրություններին արդեն այդ հաշվառման տվյալները առկա չեն եղել։ Ունեցել ենք, ասեցի, արդեն 10-ից ավելի դեպք ունենք, ահազանգ 10-ից ավելի քաղաքացի ահազանգել է, որ իր գրանցման հասցեում առկա են իր համար անծանոթ մարդիկ հաշվառված։ Ու ասեմ ավելին, ունեցել ենք դեպք, երբ մահացած մարդի տվյալ է վերականգնված եղել, ունեցել ենք դեպք, որ հաշվառված է եղել, մենք նախապես ցուցակները վերստուգում ենք, մեկ հասցեով 15-ից ավելի անձ, սակայն այդ հետքերով գնացել ենք, պարզվել է արցախցի մեծ ընտանիք է, ունեցել ենք դեպք, երբ մարդը ահազանգել է ու իրականում չի կարողացել նույնականացնել։ Բոլոր դեպքերում, այո, իհարկե։ Մասին է խոսքը, օրինակ մարդը ահազանգում է, որ իր տան վրա կան գրանցված քանի թվով քաղաքացիներ, ինչքան ունեցել ենք 4, ունեցել ենք 3, տարբեր թվականակների մասին է խոսքը, սակայն երկու տեսանկյունից ենք այս իրավիճակի մոտենում, մեկը մենք նախապես մոնիտորինգ ենք անում, տեսնում ենք, թե արդյոք կան հասցեներ, որտեղ 10-ից եւ ավել գրանցված հաշվառված մարդիկ կան, որովհետեւ Գյումրիում ունեցել ենք գրանցված հասցեներ, որտեղ 20+ բնակիչ է հաշվառվել։ Դա լրջագույն մտահոգության խնդիր է։ Եվ երկրորդ խնդիրը այն է, երբ քաղաքացին է մոտենում եւ ահազանգում, որ իր համար անծանոթ անվան անձինք են հաշվառած իր բնակելի հասցեներում։ Ասեմ ավելին, 3 անգամ տեխնացուներից մեկը ահազանգել էր, ով մասնակցում է ընտրություններին, որ անգամ տեխնացուի բնակարանի հասցեում իրենց համար անծանոթ մարդիկ են։ Իսկ ինչպես է ստացվում, որ մահացած մարդիկ կան ընտրական ցուցակներում։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն է պատասխանել հարցին։ Մահացած անձի տվյալները դուրս են բերվում լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծվում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը, սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։ Բացի այդ, քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ մի քանի րոպեով խափանվել է 14 կոտորակ 13 եւ 14 կոտորակ 8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կարճ ժամանակ անց խնդիրը կարգավորվել է։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու դիտորդներ։ Իսկ 3 ժամը 20-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 10 ահազանգ։ Այլ անձի փոխարեն քվեարկելու 1 եւ ընտրական կամ հանրաքվեն մասնակցելու իրավունքի իրացման խոչընդոտելու 2 դեպքերով կազմել եւ քննչական կոմիտե է ուղարկել 3 խախտում։ Սվետլանն այսքանն էին լուրերը Էջմիածնից, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, եթերը քոնն է։
Շնորհակալ եմ Գառնի, տեղափոխվենք Երևան, որտեղ եւս իրադարձությունների պակաս չկա։ Ի վերջո, ինչ էր նշանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «Ակնան իմ հայրենիքն է» հայտարարությունը։ Սերժ Սարգսյանի եւ Նարեկ Մարգարյանի լուրջ քաստի եթերում Սիմոնյանը բացատրել է դա չէր նշանակում, թե այնտեղ արմատներ ունի, ինքը Երևանից է։ Ասում է դա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հակադարձումն էր, թե Աղդամն իմ հայրենիքը չէ։ Թեպետ Արցախը հանձնվել է այս իշխանության օրոք 2 տարի առաջ, բայց ըստ Ալեն Սիմոնյանի Սերժ Սարգսյանն էր ասում, մեջբերում եմ, Աղդամն իմ հայրենիքը չէ, ինչը նշանակում էր ես պատրաստ եմ դա հանձնել։ Ես ասում եմ, չէ, ես պատրաստ չեմ դա հանձնել։ Ինչպես արձագանքեցին հաղորդավարները, մանրամասները տեսանյութում։ Սերժը ասում է, Աղդամը իմ հայրենիքը չի, այն է, ես պատրաստ եմ դա հանձնեմ, ես ասում եմ, չէ, ես պատրաստ չեմ դա հանձնեմ։ Այսինքն ուղղակի տենց նեգատիվի մեջ ինքը ինչ ասեր մածունը սպիտակա, պետք է ասեք սևա։ Չեմ ուզում ասեմ, որ դա անմիտ նեգատիվություն է։ Դա այլ տարբերակ, այլ վերաբերմունք է այդ հարցը։ Աղդամի մասին խորհրդությունը ինքը հիմա տենց ինչ որ ավելի սենց ուշացած է, բայց կա Ստեփանակերտը, որը ոչ թե ինչ որ տենց իլյուզիաներով, այլ իմ հայրենիքն է։ Իմ տատիկը այնտեղ է ծնվել, այնտեղ է մեծացել, ինքը շատ բառս բուն իմաստով իմ հայրենիքն է։ Բայց ես հիմա չեմ կարող այդտեղ գնամ։ Դա ձեր քաղաքականության հետևանքն է, այսինքն ոչ մի թիզականության ինչ-որ բան չի։ Դա մեր կապասել, ստե մի հատ բան բաց թողեցինք։ Դա մեր քաղաքականության հետևանքը չի, դա այն քաղաքականության հետևանքն է, որը որ մենք այդ 30 տարին տարել ենք։ Եվ նաև մենք, երբ որ մտածել ենք, որ տես պետք է սկսեցիք, չեք հիշում։ Okay, մի բան սեփական, մի րոպե պատասխանեմ սեփական կետի։ Մենք սկսեցինք այն կետից, որտեղ որ արդեն ամեն ինչ ավարտված էր։ Ինչը ասեց Սերժ Սարգսյանը 7 ժամ ասում էր, չէ, ավարտված չէր, ասել են ստացել ենք էս, հետո պրեամբուլայում այն 19 թվի փաստաթղթի, որը դուք թաքցնում եք, այնտեղ էլի ասված է նրա մասին, որ եւ ադրբեջանցի երեխեն, եւ ղարաբաղցի երեխեն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինքը սուտ է խոսում։ Դա հրապարակվելու է։ Ինչը։ Այդ 19 թվի պայմանագիրը։ Դե վարչապետը տեսել է դրա մասին գրել։ Հա։ Ինչ վերաբերում է իր ասացին, եկեք մի բան ֆիքսենք։ Այդ մարդը որը որ սուտ է խոսում հիմա, չի գալիս դա ասի հրապարակայնորեն դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանի հետ, երկրորդը ինքը ազգային ժողովում իր վերջի ելույթի ժամանակ ասել է, այսինքն ինքը ֆիքսել է, որ չկա բանակցություն, ինքը ասել է մեղմ ասած պատրաստվում ենք պատերազմի։ Գոյություն չունի, այսինքն հետո որ կետից պետք է սկսեինք մենք բանակցությունը, գոյություն չունեցող բանակցությունը որ կետից է սկսում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաև պնդում է, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կիլոմետրի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։ Ես քեզ ասում 110 կիլոմետրի չափով մենք ենք իրաց տարածքում, մոտավորապես ոչ ոք չի կարող կոնկրետ այդ թիվը ասի, գնա ասի միլիմետրով, ինչ քեզ մոտավորապես ասում, ասես նշան կա, չէ՞, եւ մոտավորապես 240 կիլոմետրի չափով իրանք են մեր տարածքում։ Ես քեզ պաշտոնապես ասում եմ, այո, տեղեր կան դեռ 90-ականներից սկսած, մենք առաջ ենք։ Մենք առաջ ենք եւ հիմա մենք դա ենք էսկոմ ենկոմ տանում։ Զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Տաշքենտում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ավարտում է ճանապարհի շինարարությունը, որը պետք է միանա Թրամփի ուղուն։ Նա նշել է, որ Թրամփի ուղին տրանսպորտային զարկերակ է, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով եւ Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախճեվանի հետ։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա կարծիքով առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում շատ տեխնիկական եւ քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական ներողության նամակին, պատրաստվում է դիմել դատարան։ Սպիտակ տան եւ բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցների հարաբերություններում սկանդալը ծագել է, երբ հայտնի դարձավ, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ն խղաթյուրել է Թրամփի խոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն է խնդրել Թրամփից։ Մարզական լրահոսից։ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվել է Պորտուգալիայի ընտրանուն։ Հավելեմ, որ սեպտեմբերի 6-ին Երևանում Հայաստանի հավաքականը պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն 0-5 հաշվով։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը կլինի 15-ից 17, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում, Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Մեր հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։